Գործարար ալիքն եք դիտում կամ լսում, եթե լսում եք FM 106 եւ 5 հաճախականությամբ, եթե դիտում եք գործարար ալիքի թվային հարթակներում կամ Արմեն Դարփինյանի YouTube-յան էջում, մենք Դարփինյանի ժամն ենք սկսում։ Հիշեցնեմ, սա պրոֆեսոր Արմեն Դարփինյանի հեղինակային հաղորդաշարն է, ով առաջին խոսափողի մոտ է, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում։ Մենք սովորաբար այս հաղորդման շրջանակում փորձում ենք process-ներին մի փոքր ավելի հեռվից նայել ու չտրվել ժամանակային ինչ-որ իրադարձությունների, բայց բաներ են տեղի ունենում, որին որ պարոն Դարփինյանը համարում է, որ պետք է արձագանքել եւ ես համաձայն եմ։ Խոսքը Ալիևի վերջին ելույթի եւ հայկական կողմի արձագանքի մասին է, եթե ես ճիշտ հասկացա ձեզ։ Բարև ձեզ, այո, ամեն դեպքում դե մենք ոչ թե հեռվից ենք նայում կամ դիտարկում ընդհանրապես երևույթները, այլ փորձում ենք ավելի գլոբալ նայել ցանկացած իրավիճակին, ոչ թե միակողմանի, այլ բազմակողմանի տեսանկյունից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, որպեսզի ոչ միայն դիտարկենք Հայաստանը կտրված աշխարհից, այնպես ինչպես մենք ցավոք սրտի սովոր ենք դիտարկելու կաղապարված պրովինցիալ մտածելակերպով, այլ մի քիչ ավելի ընդլայնված նայենք, այսինքն ոչ թե անգամ մի քիչ ավելի, այլ համապարփակ կերպով դիտարկենք բոլոր այն խնդիրները, որոնք որ առաջանում են եւ որոնք ակտուալ են մեզ համար։ Իհարկե Ալիևի վերջի ելույթը դա մի առանձին դեպք է, որը արժե դիտարկել, որովհետեւ արժե պատրաստ լինել ցանկացած զարգացումներին, որոնք կարծես թե նախանշվում են իր այդ ելույթի համատեքստում եւ մենք պիտի պատրաստ լինենք, անկեղծ ասեմ, որ արձագանքը հայկական կողմի թե պաշտոնական, թե ակադեմիական ինձ բացարձակապես չի բավարարում։ Մենք չենք տեսնում լուրջ ուսումնասիրում այդ ելույթի հակառակը տեսնում ենք կարծես ինչ-որ չափով լղոզում, այսինքն սկսում են առաջանալ այնպիսի մեկնաբանություններ, ինչպիսին են օրինակ, դե Ալիևը դա ներքին լսարանի համար էր, ներկայացնում նախագահական ընտրություններ են, տեղի ունենալու Ադրբեջանում նախապատրաստական աշխատանքներ են եւ այլն, բացարձակապես կապ չունի դա ներքին լսարանի հետ, հակառակ ես կարծում եմ, որ ամբողջ ելույթը, ամբողջ այդ նրա հարցազրույցը ուղղված էր արտաքին լսարանին, ներքին լսարանի հետ Ալիևը ի սկզբանե ասում է, որևէ պրոբլեմ չունի, նախագահական ընտրությունների հետ կապված եւս որևէ պրոբլեմ չկա այնտեղ, նա որևէ բան չունի ներքին լսարանին ասելու, բացի նրանից, որ մշտապես պատրաստակամություն է պահանջում, չթուլանալ է պահանջում, պատրաստ լինել ցանկացած գրոհի նորից, պահանջում է չհանգստանալ, նվաճումներով շատ չոգևորվել, այլ հակառակը պատրաստ լինել նոր նվաճումների։ Իսկ ամբողջ ելույթը ուղղված էր արտաքին աշխարհին, ավելին ես կասեի, որ առաջնահերթության կարգով այն ուղղված էր դեպի մեզ եւ մեր թե ակադեմիական շրջանակները, թե վերլուծաբանները եւ թե պետական պաշտոնյաները պատշաճ կերպով սրան պիտի անպայմանորեն արձագանքեն կամ եթե չեն արձագանքում, ապա իրենց գործողություններում ամենահամենայն դեպս պիտի անպայման այս ամեն ինչը հաշվի առնեն։ Ես կուզենայի նորից այսպես գլոբալ կոնտեքստում դիտարկեի նրա հարցազրույցը, առաջին հերթին ինքը փորձեց եւ բավական հաջողությամբ իրականացրեց Ադրբեջանի դիրքավորումը ներկայիս աշխարհում։ Առանձին վերցրած դրվագները այդ հարցազրույցի տարբեր երկրների հետ Ադրբեջանի փոխհարաբերությունների հստակեցում էր նշանակում։ Ըստ որում բավական կոշտ, բավական ինքնավստահ, բավական հավակնոտ, այսպես ասեմ, անգամ Միացյալ Նահանգների նկատմամբ ինքը դժգոհություն հայտնեց 907 բանաձևի վերաբերյալ 90-ական թվականներին ուրեմն ընդունված ուղղակի տեքստով ասած, որ Միացյալ Նահանգների նպատակն էր այս բոլոր տարիների ընթացքում ուրեմն կառավարման տակ վերցնել Ադրբեջանին
ինչը չհաջողվեց բարեբախտաբար, որովհետև Ադրբեջանը իր ղեկավարության ներքո իր հոր, այսպես ասած, ուրեմն իր հոր փիլիսոփայական մոտեցումներով, աշխարհաքաղաքական մոտեցումներով զինված Միացյալ Նահանգներին դա չհաջողվեց, ուղղակի կերպով պաշտպանեց Թրամփին որպես նախագահական տեխնացու, ցիտեց ուղղակի Թրամփին, ուրեմն արձանագրելով, որ Washington Post-ը կամ New York Times-ը դա ուղղակի fake news, այսպես ասած, fake նորությունների աղբյուր են եւ չի կարելի դիտարկել դրանց լրջորեն։ Ուղղակի ապտակ է սա ամերիկյան ուրեմն իրողության նկատմամբ ու իրողությանը ուղղված, որին ես կարծում եմ Միացյալ Նահանգները պիտի արձագանքեն։ Տարածաշրջանի հետ կապված ինքը բավական հստակ ուրեմն ֆիքսեց, որ Իրանի հետ բոլոր եղած նախկինում եղած խնդիրները լուծված եւ հաղթահարված են։ Իրանի հետ լուծված է նաեւ այսպես կոչված կորիդորի խնդիրը, Իրանի միջոցով ուրեմն Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ, այսպես ասած, իրագործվում է եւ ըստ էության ինքը փաստագրեց, որ Իրանի հետ որևէ խնդիր չունի տարածաշրջանում։ Ռուսաստանի վերաբերյալ նույնպես բավական հստակ արձանագրեց, որ 20 թվականի նոյեմբերի 9-ի արձանագրությունը ուժի մեջ է եւ Ռուսաստանը այստեղ կա եւ ներկայացված է լրջորեն եւ Ռուսաստանին է վերապահված Հայաստանի տարածքով կորիդորի անվտանգության ապահովումը հստակ, այսինքն Ռուսաստանին ներգրավեց, շատ կոշտ արձագանքեց Ֆրանսիայի նկատմամբ նրա դիրքորոշումը եւ ընդհանրապես գնահատականը Ֆրանսիայի այսօրվա եւ այս ընթացքում քաղաքականության գովեց նախագահ Շիրակին եւ բնականաբար փնովեց նրանից հետո բոլոր նախագահներին եւ նրանց վարչակազմերը եւ ըստ էության Ֆրանսիային դուրս թողեց տարածաշրջանային որևէ զարգացման վերաբերյալ որևէ կարծիք հայտնելու հնարավորությունից անգամ հեգնեց ֆրանսիական այդ բաստիոնները կոչելով մետաղաջարդոն, մետալալոմ ես կարծում եմ Ֆրանսիան սրան նույնպես պիտի ինչ-որ ձևով արձագանքի։ Նա մեղադրեց Ֆրանսիային ադրբեջանցի մի լրագրողուհու կալանավորելու կամ քրեական գործառույթելու մեջ շատ կոշտ կերպով ուրեմն անսպասելիորեն ինձ համար Կանադայի նկատմամբ շատ կոշտ արտահայտություններ թույլ տվեց իրեն, որը նույնպես անսպասելի էր եւ այս եւ սպասել էր նրանց համար, ովքեր վերլուծում են ընդհանրապես ինչ է կատարվում Ադրբեջանում եւ Ադրբեջանի քաղաքական մտքում, այսպես ասած, մտքի զարգացումները նույն Ալիևի։ Ես ցավում եմ, բայց մեր ինստիտուտները, որոնք կոչված են կարծես թե այդ վերլուծությամբ զբաղվելու, կամ լռում են կամ չկան ընդհանրապես, ուր է այն ադրբեջանագիտության ինստիտուտը, որտեղ տասնյակ մարդիկ պիտի նստած լինեին, վերլուծեին եւ ներկայացնեին մեզ ինչ է կատարվում այդ երկրում։ Մենք շարունակում ենք մնալ այսպես մանկամսուրային մակարդակի վրա, փակում ենք մեր աչքերը իրողության վրա, չենք ուզում տեսնել ակնհայտ փաստերը եւ հետո երբ որ փաստի առաջ ենք կանգնում վատթարագույնի եւ վատի միջև ընտրության համար, սկսում ենք մեղադրել ուրեմն մեկս մեկին եւ արդյունքում սա ոչ արդյունավետ եւ ոչ գիտեք ոչ միտեղ չտանող ճանապարհ է։ Ուրեմն այսպեսով իր դիրքավորումը աշխարհի նկատմամբ նա կարծես թե առաջին կետով կարողացավ իրականացնել։ Հաջորդը ես կարծում եմ, որ նա բավական կոշտ գրոհ ձեռնարկեց ընդհանրապես արևմտյան աշխարհի նկատմամբ։ Նախ արձանագրեց շատ հետաքրքիր փաստ, որը մենք պիտի վերցնենք ուղղակի իգիտություն։ Նա փաստեց, որ միջազգային իրավունքը գոյություն չունի։ Համենայն դեպս ասած, որ աշխարհում այն երկրները, այն պետությունները, որոնք որ եղանակ են ստեղծում, նրանք թքած ունեն միջազգային իրավունքի վրա։
Հետո արձանագրեց, որ այդ պետությունների շարքում արդեն դասում է Ադրբեջանը, եւ ուրեմն ինքը եւս տկած ունի միջազգային իրավունքի վրա։ Ինչով է ինքը սա բացատրում, նախ որպես հիմնավորում բերեց այդ կորոնավիրուսի ժամանակահատվածում արևմտյան աշխարհի վարքագիծը, այստեղ եւս մեղադրեց Կանադային, ինչով որ տեսեք Կանադան իդեպ այն երկիրն է, որը վերջին տարվա ընթացքում խիստ բարելավեց Հայաստանի հետ իր դեսպանատուն բացվեց եւ այլն։ Այո, եւ երևի թե նաեւ այս գրոհը դեպի Կանադա հիմնավորված էր հենց դրանով, որ Կանադան այնուամենայնիվ եւ վարչապետ Տրյուդոն եւ վարչակազմը Հայաստանի հետ շատ այդպես բարի դրացական եւ Հայաստանի կողմնակիցն են նրանք այս ամբողջ գործընթացի մեջ, բայց Ալիևը մեղադրեց Կանադային այն բանում, որ Կանադան այդ կոവിഡ്ի ժամանակահատվածում ուրեմն ագահաբար վերցրեց, գնեց, իր մոտ պահեց 5 անգամ ավելի շատ ուրեմն պատվաստանյութ, քան իրեն անհրաժեշտ էր, հետո ուրեմն այդ 5 անգամ ավելի շատ գնվածը ստիպված եղավ ոչնչացնել, որովհետև նա չկիսվեց աշխարհի հետ, իսկ աշխարհը դրանում շատ մեծ պահանջարկ ուներ։ Այստեղ նաև Ալիևը չինական ֆակտորը առաջ բերեց, արձանագրեց եւ ճիշտ հայտնեց միգուցե աշխարհին, որ 21 թվականի հունվարին առաջիններից էր աշխարհում Ադրբեջանը, որտեղ հայտնվեցին պատվաստանյութեր, ինչպես հայտնվեցին, ասում եմ, զանգահարեցի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին, խնդրեցի եւ Չինաստանը մեզ տրամադրեց մոտ 1 միլիոն պատվաստանյութ, որը մեզ ոչ միայն բավարարեց, նաեւ մենք սկսեցինք կիսվել աշխարհի հետ, մենք ուրեմն հումանիստական մոտեցում դրսևորեցինք, որ մոտ 80 երկրների մենք կարողացանք մատակարարել, ասում է Ալիևը, պատվաստանյութ, հա։ Այսինքն առաջին այսպես թիրախը Կանադան էր եւ ամբողջ արևմտյան աշխարհը, որը կոവിഡ്ի ժամանակահատվածում դրսևորեց իր ագահ կեցվածքը եւ պատրաստ չէր կիսվել աշխարհի հետ։ Առաջին հերթին, երկրորդը ինքը շատ կոշտ ձևով արձագանքեց ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող այսօր իրավիճակներին եւ փաստորեն հավակնեց քարտեզի փոփոխությանը, սահմանների փոփոխության նման իր համար վերցրեց Ադրբեջանին ներկայացրեց որպես մի երկիր, որը հավակնում է քարտեզները փոխելուն, այսինքն աշխարհի խոշոր երկրների դասին դասակարգեց Ադրբեջանը։ Հաջորդը նա շատ հստակորեն ներկայացրեց Եվրոպայի կախվածությունը Ադրբեջանից, ներկայացրեց, թվարկեց 8 երկրներ, որոնք որ կախված են այսօր Ադրբեջանի գազից, ըստ որում ասաց, որ ոչ միայն նավթն է, նավթը իրենց համար ավելի կարևոր, ավելի շահութաբեր է, բայց իրենք կիսվում են աշխարհի հետ իրենց գազով, որովհետև աշխարհը ունի խնդրեմ այսօր, եւ թվարկեց 8 եվրոպական երկիր, իդեպ առանձնացրեց բանը Հունգարիան, որպես իրենց դաշնակից երկիր, շատ հստակորեն պաշտպանեց հունգարական դիրքորոշումը, որը ինչպես գիտեք եվրոպական միությունում նախ պաշտպանում է Ռուսաստանի դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմում, երկրորդը Հունգարիան երբևիցե չի եղել հայկական հարցի եւ հայկական շահերի կողմնակից, Հունգարիան մշտապես եղել Ադրբեջանի հետ, հիշեք Ռամիլ Սաֆարովի հետ վերադարձը, այդ ուղղակի խայտարակ պատմությունը, ամոթալի պատմություն է իմ կարծիքով եւ վարչապետ Օրբանի եւ իր ամբողջ վարչակազմի համար, որոնք չթաքցրեցին, որ այդ ամեն ինչը արժեր 3 միլիարդ դոլար Ադրբեջանի կողմից հունգարական պարտատոմսերի գնման ուրեմն գործարքն էր դրա հիմքում կանգնած եւ այդ գործարքից որպես ի պատասխան գործարքին ի պատասխան Հունգարիան իդ վերադարձրեց Ռամիլ Սաֆարովին եւ ուրեմն նա թվարկեց 8 երկրներ, այդտեղ Հունգարիան է, Բուլղարիան է, Ռումինիան, իմիջիայլոց մեր դաշնակից կարելի է ասել Հունաստանը, նույնպես կախվածության մեջ ադրբեջանական գազից Իտալիան, Վրաստանը, բնականաբար Թուրքիան, այսինքն այստեղ հստակորեն ներկայացվեցին այն
զարգացումները, որոնք տեղի են ունենալու եվրոպական եւ համաշխարհային գազային եւ նավթային շուկաներում, ներկայացրեց իր տեսակետը, տեսլականը, ինչպես է ավելացնելու գազային մատակարարումները, այս թվականի արդեն 24 թվականի մարտին տեղի ունենալու եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ նիստը, որտեղ նրանք քննարկելու են այդ գործարքի ուրեմն հետագա ընթացքը, եւ նա տրամադրված է ավելացնելու Եվրոպայի կախվածությունը ադրբեջանական գազից, խիստ քննադատության ենթարկեց Եվրոպարլամենտի նախագահին, որը հիշեցնեմ Մալտայի ներկայացուցիչ կին է, որը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո հայտարարեց, որ Եվրոպան իրավունք չունի այլևս Ադրբեջանի հետ հույսեր կապել գազային, նավթային եւ ընդհանրապես էներգետիկ ոլորտում, որովհետեւ դա մի երկիր է, որը կարող է ուրեմն էթնիկ զտման գնալ։ Իմիջիալոց մենք այդտեղ էլ թերացանք, որովհետեւ ինչքան էլ ես չսիրեմ կամ չընկալեմ Զախարովային, բայց Զախարովայի հայտարարությունը այն մասին, որ եթե էթնիկ զտնում է տեղի ունեցել, ապա ներկայացրեք փաստեր, ուր են փաստերը, հա, եւ եթե մենք փաստեր չենք ներկայացրել, ուրեմն մեղքը մերն է, հա, եթե մենք չենք ներկայացրել։ Չէ, բայց հարցի մեջ ինքնին ցինիզմ կա համաձայնեք։ Իհարկե, չկա, բայց թե հիմա եթե դա հարցի տեղ է թողնում, նշանակում է մենք թերացել ենք այդտեղ, նշանակում է մենք չենք թմբկահարել այդ ամեն ինչը, չենք ներկայացրել աշխարհով մեկ, ել չասեմ Ռուսաստանին։ Չենք ներկայացրել։ Ուրեմն սա այս գրոհն էր եւ իհարկե Ադրբեջանին ինքը փորձեց ներկայացնել որպես աշխարհի հավակնոտ երկրներից մեկը, որը նաեւ կանաչ էներգետիկա է զարգացնում, շատ հստակորեն դիրքավորեց այդ չմիավորված ազգերի այդ շարժման մեջ իրենց դերակատարման մասին շատ հստակ հայտարարեց։ Իմիջիալոց ես պետք է ասեմ, որ ես ինքս տպավորված եմ իրենց այդ գործողություններով։ Հայկական վերլուծական դաշտում ակնհայտորեն դատարկ բաներ կան, դատողություններ կան այն մասին, որ Ադրբեջանը կարող է միավորվի սրան, միավորվի նրան, անգամ վերջերս կարդացի ինչ-որ միտեղ, որ Ադրբեջանը միգուցե միավորվի Ռուսաստանի հետ եւ սկսեն մեզ վրա ճնշում գործադրել եւ այլն, երբեք չի միավորվի ոչ մեկի հետ։ Նա իրեն գերազանց է զգում այդ չմիավորված ազգերի միության մեջ եւ մի հստակ կարգախոս են իրենք վերցրել եւ ամբողջ աշխարհով մեկ տարածում են, որ իրենք նեոկոլոնիալիզմին դեմ են եւ այստեղ թիրախավորում են Ֆրանսիային, նրանք կարող են թիրախավորեն նաեւ Մեծ Բրիտանիային, որպես նեոկոլոնիալ, այսպես ասած, դրսևորումներ ունեցող երկիր։ Ավելին ասեմ ձեզ, նեոկոլոնիալիզմի մեջ այսօր կարող են մեղադրել նաեւ Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին, այսինքն իրենք իրենց դիրքավորում են այդ 120 երկիր է այդտեղ մոտավորապես, այդ 120 երկրի մեջ իրենք լիդերային դիրք կարողացան գրավել եւ երկու ժամկետ շարունակ կարողացան գլխավորել այդ շարժումը, որը իդեպ շատ մեծ ցուցիչ է Ադրբեջանի միջազգային հեղինակության։ Այստեղ ավելացնեմ, որ նաև իհարկե ինքը շատ գովաբանեց իր դիվանագիտական հաղթանակը Հայաստանի նկատմամբ, երբ կարողացավ հասնել Հայաստանի, այդ թվում նաև Հայաստանի ուրեմն աջակցությանը այդ հաջորդ տարվա շրջակա միջավայրին վերաբերող համաշխարհային այդ մեծ իրադարձությունը Բաքվում կազմակերպելու գործում նա դա ներկայացրեց որպես իր հաղթանակ եւ այստեղ մի հարցական է առաջանում ինձ մոտ մեր քաղաքականության հետ կապված, եթե մենք տեսեք, եթե մենք հայտարարում ենք որ գնում ենք խաղաղության պայմանագրի, B մենք աջակցում ենք Ադրբեջանի տեխնացությունը ուրեմն այդ միջազգային հզորագույն կոնֆերանսի սամիտի կազմակերպման գործում, սա արդյոք նշանակում է ավտոմատ կերպով, որ մենք չենք ներկայացնելու միջազգային քրեական դատարան Ալիևին որպես միջազգային քրեական հանցագործ, հա? Եթե չենք ներկայացնելու, էլ ում էր պետք է Սրոմի ստատուտի վավերացումը եւ այդ բալամուտը, որը տեղի ունեցավ դրա շուրջ, ռուսների հետ, հա, այսինքն մոտ 1 տարի մենք պաշտպանվում ենք ուրեմն տարբեր տեսակի հարձակումներից, որ ինչու ենք սա ընդունում,
Հետո ասացին, որ փետրվարի 1-ից մենք կարծես թե լիարժեքորեն դառնում ենք այդ ստատուտի անդամ։ Իմ կարծիքով փետրվարի 2-ին մենք արդեն պարտավոր ենք ներկայացնել Ալիևին քրեական դատարանում որպես պատասխանատու անձ, առավել եւս իր այս մոտեցումների, հիմա ես կանդրադառնամ արդեն մեզ վերաբերող հատվածին, նրա ամենայն դեպս մենք պարտավոր ենք ներկայացնել։ Իսկ ինձ մոտ առաջանում է այդ հարցը, ինչու ենք մենք, եթե մենք գնում ենք այս ճանապարհով, ուրեմն նշանակում է դա, որ մենք չենք ներկայացնելու, եթե չենք ներկայացնելու միջազգային քրեական դատարանին, ապա ինչու ենք վավերացնում եւ ստեղծում այդ խնդրը Ռուսաստանի հետ։ Ուրեմն այս ամեն ինչի որպես եզրակացություն եւ որպես մեր նկատմամբ ներկայացվող պահանջ ես այսպես բլոկավորեի երկու բլոկ, մեր նկատմամբ պահանջները։ Մեկը դա կորիդորի բլոկն է, այսինքն Մեղրի կորիդորը, որի վերաբերյալ նույնպես բացահայտ արտահայտվեց, ըստ որում շատ մեծ հեգնանքով, կամարանքով վերաբերվեց մեր կողմից ներկայացվող այդ խաղաղության խաչմերուկին։ Իդեպ ասեմ, որ երեք կարծեմ Դավոսում ներկայացվեց Վահագն Խաչատուրյանի զեկույցը, որը խաչմերուկի մասին էր, եւ աշխարհին ներկայացնում է Հայաստանը որպես այդ խաչմերուկի խաղաղության ջատագով, ուրեմն Նոյան տապանը հիշվեց այդ բանի մեջ եւ այլն։ Այդ հասկանալի է, բայց Ալիևը հեգնում է, ասում է սա ընդամենը ինչ որ PR-ի համար են հայերը անում, բացարձակ իմաստազուրկ բան է, որովհետեւ եթե դուք չտաք ինձ իմ կորիդորը, ոչ մի ճանապարհ չեմ բացել, ոչ մի ճանապարհ չի բացվելու։ Եվ այո, եւ ասում է, եթե կորիդորը պիտի տակ եւ այդ կորիդորը պիտի վերահսկի Ռուսաստանը, ինչու, որովհետեւ մենք չենք վստահում ձեր կողմից վերահսկողության հնարավորություններին։ Հետո ասում է, դա ինչու պիտի Ռուսաստանը չվերահսկի, եթե Ռուսաստանը վերահսկում է ձեր օդանավակայանը, Ռուսաստանը վերահսկում է հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանը, ինչու պիտի չվերահսկի այս ճանապարհը, թող վերահսկի նաեւ այս ճանապարհը, կոպիտ ասած, էշը կերել եք պոչի վրա ինչ եք խռովել, հա, մոտավորապես սա էր ներկայացում, ես նույն հարցը ունեմ իդեպ։ Ես նույն հարցը ունեմ, որովհետեւ երբ մենք ասում ենք, որ սա կարմիր գիծ է, ես պիտի հասկանամ ինչն է կարմիր գիծ, էլի, այսինքն ինչն է խնդիրը։ Ես կարծում եմ, որ եթե այդ պարտավորությունը մեր վրա դրված է, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ դրված է, եւ մենք դուրս չենք եկել այդ հայտարարությունից, ուրեմն կամ պիտի դուրս գանք, կամ պիտի կատարենք, հա, կամ պիտի պաշտոնապես դուրս գանք, ոչ թե հայտարարենք, որ դե այն երկուսը դուրս են եկել, երկուսը դուրս չեն եկել, ասում ենք դուրս չենք եկել։ Իրանք որ դուրս գային, դուրս կգային, էլի կհայտարարեին, որ դուրս են։ Հիմա կամ մենք դուրս են գալիս, կամ եթե դուրս չեն գալիս, հիմա Ռուսաստանի վերահսկողությունը իսկապես, այս վերջերս էլի ես մի ծանոթ վրացի էր, գնացել էր անի մեր տաճարներ ուսումնասիրում, այնտեղից մի քանի նկար էր ուղարկել ինձ, ֆոտո էր ուղարկել սահմանի, հայ-թուրքական սահմանի, արդեն թուրքական կողմից, հա, անից էր նկարել, ռուսական դրոշներ, հայկական դրոշներ, եւ ինձ հեգնանքով հարց էր տալիս, թե հիմա ես չհասկացա, ես ում սահմանն է, ռուսական սահմանն է, թե հայկական սահմանն է։ Դե ես պատասխանեցի, որ սա ռուս-հայկական սահման է, որովհետև ըստ էության դա այդպես էլ կա, դա ռուս-հայկական սահման է, աշխարհի դասավորվածության նախկին ռեժիմը դա էր ենթադրում։ Ինչ է ենթադրելու ապագա ռեժիմը, այս բանը ես չեմ հասկանում դեռևս, պարզ չէ ինձ համար, բայց ունենք փաստ։ Այո, մենք ունենք հայ-ռուսական սահման Թուրքիայի հետ, ունենք հայ-ռուսական սահման Իրանի հետ։ Եվ ես չեմ տեսնում, այսինքն իսկապես եթե մենք պիտի այդ կորիդորը այսպես թե այնպես բացենք, իսկ մեր խաղաղության դարաշրջանի այդ ուրեմն քարտեզում դա նույնպես բացվում է, հա, եթե պիտի բացենք, ես չեմ տեսնում այստեղ խնդիր, կարելի է պայման դնել, որ նույն կերպ ռուսները պիտի վերահսկեն մեր բեռները, որոնք պիտի անցնեն ենթադրենք այդ երասխից մինչև երասխից մինչև Մեղրի, ասենք այնուհետև Օրդուբադ եւ Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, ուրեմն նույնպես պիտի ռուսները վերահսկեն եւ ես կարծում եմ, որ ռուսներին մենք այդ բանը տալով, այդ իրավունքը տալով կարող ենք ռուսներից պահանջել այնուամենայնիվ մեր տարածքային ամբողջականության ճանաչումը։ Ստեղ էլի մի վիճելի հարց է առաջանում։ Նախ սիրելի ռադիոլսողներից ներողություն եմ խնդրում, որ ըստ իս ամենահետաքրքիր հատվածին մենք հասնում ենք, ու ստիպված ես ձեզ կոչ եմ անում շարունակել լսել գործարար Ալիքը եւ շարունակությունը դիտել YouTube-ում, առիթից օգտվելով բաժանորդագրվեք գործարար Ալիքի լրատվական ռադիոյի եւ Արմեն Դարփինյանի YouTube-յան ալիքներին եւ մնացած թվային պլատֆորմներին։
այդ Ռուսաստանը էլի միշտ 20 թվից սկսած մենք փորձում ենք հասկանանք Ռուսաստանը չի ուզում թե չի կարողանում Չէ, եւ ուզում է եւ կարողանում է։ Նա արել է ինչ որ բացարձակ ենթադրում է իր շահերի սպասարկումը, այսինքն նա իրականացրել է իր շահերի սպասարկումը։ Այսինքն եւ Արցախի հայաթափումը, եւ Իշխանասարի դեպքերը, եւ Ջերմուկի դեպքերը գեղեցիկ կերպով Ռուսաստանին անհրաժեշտ է այսօր ունենալ վերահսկողությունը տարածաշրջանում եւ Ռուսաստանի նպատակն է ստանալ այդ վերահսկողությունը ճանապարհի նկատմամբ եւ ես չեմ տեսնում որևէ ուժ կամ որևէ հնարավորություն այդ մտադրությունը կանխելու կամ դրան հակառակվելու ես չեմ տեսնում որտեղ աշխարհը կարծես թե մեզ դրդեց նրան որ դուք դեռ Արցախից հրաժարվեք մնացածը մենք կտեսնենք լավ կլինի եւ այլն ինչը պիտի լավ լինի որտեղ պիտի լավ լինի ովքեր են պաշտպանելու այնուամենայնիվ նորից կրկնեմ որ եւ հայ թուրքական եւ հայ իրանական սահման այսօր ռուսական սահմանապաններն են վերահսկում եւ ըստ էության դրանք այո հայ-ռուսական սահման են դեպի Թուրքիա եւ դեպի Իրան եւ ես կարծում եմ որ այն փաստը որ Ռուսաստանը նույնպես կարծես թե այս պահի դրությամբ գոնե 29800 քառակուսի կիլոմետրը չի արձանագրել եւ չի վերցրել ի պաշտպանություն ինչին մենք շատ մեծ սպասումներ ունենք ինչի վերաբերել պայմանավորված է նրանով որ նրա շահը կորիդորն է տվեք մեզ վերահսկողությունը Իսկ ինչ է նշանակում մեզ համար, այսինքն մենք ինչն ենք ուզում վերահսկենք, սա էլ պետք է հասկանանք, էլի։ Եթե խոսքը գնում է բեռների տեղաշարժման մասին Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան, ես կարծում եմ, որ մենք պիտի շատ հասարակ այդ քանակական մոտեցում դնենք, ասենք ինչքան մեքենա է շարժվում, ամեն մեքենայի վրա դնենք այդ տարիֆը եւ գանձենք հայկական Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Բայց ես ոնց հասկանում եմ Ադրբեջանը կո հենց դրա մասին է խոսքը։ Չէ, դրա մասին։ Չէ, մի ստուգեք, բայց նստեք հաշվեք, քանի մեքենա է ասում, հաշիվը ներկայացրեք, թող վճարեն։ Այսինքն այդտեղ որևէ խնդիր չկա, այդտեղ որևէ քննարկման առարկա չկա։ Ասում մի կանգնացրեք, մի վերահսկեք, տվեք ես հանգիստ անցնեմ հիմա կարելի է նստել եւ հաշվել, հա Ռուսաստանին տալով կորիդորի վերահսկողության հնարավորությունը կարելի է պահանջել Ռուսաստանից ճանաչել մեր 29800 քառակուսի կիլոմետրը եւ պաշտպանել այդ 29800 քառակուսի կիլոմետրը, որովհետեւ երկու խնդիր կա, որ Ադրբեջանը ներկայացնում է մեզ, այդ կորիդորն է 1 եւ քարտեզն է 2։ Ասում եմ, մեր քարտեզով ուրիշ բան ենք, այսինքն նա չի ճանաչում մեզ, ավելին Այդ ճառում ինքը ներկայացրեց, կարելի ասել նոր պրետենզիաներ Հայաստանի նկատմամբ եւս 14000 քառակուսի կիլոմետրի մասին խոսեց։ Ես կարծում եմ, որ տեսեք, նորից երկու բլոկ կա, մեկը կորիդորն է, մյուսը քարտեզներն են։ Քարտեզների մասով մենք հստակ պիտի ստանանք արևմուտքի աջակցությունը, որովհետեւ այլ կերպ կան դիտարկել 91 թվականի ԽՍՀՄ փլուզման պահին գործող քարտեզը մենք չենք կարող այլ տրամաբանությունը այստեղ չի կարող գործել որովհետև մի տարի այս կողմ մի տարի այն կողմ տարբեր քարտեզներ են մենք այսինքն միակ տրամաբանական խնդրի լուծումը դա դիտարկելն է 91 թվականի խորհրդային միության փլուզման պահին գործող քարտեզները Այստեղ հարց է առաջանում, այդ քարտեզներով կան անկլավներ, ինչ պիտի անենք։ Դե այլ տարբերակ չունենք։ Մենք ես գտնում եմ, որ մենք այդ իմաստով, քանի դեռ հասել ենք արդեն այս վիճակին, որ ուրեմն կորուստներով գալիս ենք եւ մեր խնդիրն է ընդամենը պահպանել գոնե այս պահին 29800 քառակուսի կիլոմետրը Մենք գոնե մի աջակից պիտի ունենանք այդ հարցում։ Պարոն Դարփինյան, դուք ելնում եք այն կետից, որ Ադրբեջանը ընդհանուր առմամբ ինչ որ պայմաններ ստանալով պատրաստ է մեզ հետ կնքել որևէ փաստաթուղթ։
Ես գտնում եմ, որ եթե Ադրբեջանը մնում է այն դիրքորոշման, որը արտահայտվեց Ալիևի վերջին հարցազրույցում, ապա որևէ փաստաթուղթ կնքելու նպատակարարություն ոչ մենք էլ պետք է չտեսնենք, այսինքն այդտեղ բան իմաստ չկա որևէ փաստաթուղթ կնքելու։ Ճիշտ եմ հասկանում, որ մենք հիմա քննարկում ենք, որ եթե մենք սենց անենք, հետո սենց անենք, հետո սենց անենք, կարող է վերջում մի բան դուրս գա, բայց իմ տպավորությամբ այդ մարդը ընդհանրապես չի ուզում, որ բան դուրս գա։ Մենք քննարկում ենք հիմա այլ բան աշխարհի վրա ու դրա մասին պատմում, ասում որ Կանադան սենց, Ամերիկան սենց, Ռուսաստանը սենց եւ այլն, ես առանձին այս բաղչի լավ տղեն եմ ու ստեղ պիտի լինի նենց ոնց ես եմ ուզում, մեծ հաշվով իր ասածն էս է։ Մենք էլ փորձում ենք հարմարացնենք իր պահանջները մեջտեղ բերելով մեր պահանջները։ Իմ տպավորությամբ այս մարդը պահանջում է ոչ թե որտեվ ինքը դրա կարիքը ունի, այլ ինքը պահանջում է, որ անդադար լարվածության process գեներացնի։ Բայց դա նշանակում է, որ մեր ռազմավարությունը եւ մոտեցումները այս գործընթացին մենք պիտի փոխենք, որովհետեւ եթե չենք փոխում, մենք անընդհատ զիջումներով գնում ենք առաջ եւ հետագա զիջումներ են մեզ պարտադրելու, որովհետեւ նորից եմ կրկնում, մենք որևէ մի դաշնակից եւ զինակից այս պահին չունենք։ Հիմա եթե Միշելն էր հայտարարել, միակ մարդը Շարլ Միշելն էր, որը արտաբերեց այդ 29800, Շարլ Միշելը գնում է հիմա արդեն թոշակի, հա, չի լինելու Շարլ Միշել, այսինքն հիմա ցանկացած պարագայում Ալիևը կարող է հայտարարել, հիմա Միշելն էր մի բան ասեց, դա չի նշանակում, գրա որ որևէ փաստաթուղթ չկա, ինքը վերջի հարցազրույցում փաստորեն արձանագրեց, որ ինքը չի ճանաչում այդ 29800-ը, ավելին ինքը արձանագրեց, որ եւս 14000 ուզելիք ունի մեզանից, հա։ Հիմա մենք պիտի ելնենք նրանից, որ մեր մինչ այժմ գործող ուրեմն ռազմավարությունը չի աշխատում, ավելի ճիշտ բերում է կորուստների։ Մենք պիտի փոխենք այդ ռազմավարությունը, դեպի ուր փոխենք։ Հիմա մենք պիտի ստանանք եւ արևմուտքի աջակցությունը, եւ Ռուսաստանի աջակցությունը, որովհետեւ առանց դրա հնարավոր չի։ Միայն արևմուտքի աջակցությամբ մենք որևէ բան չենք ստանա, առավել եւս որ տարածաշրջանում նաեւ, ասենք Իրանն է ասում, որ որևէ բան ինքը չի հանդուրժի, հա։ Եվ արևմուտքը չկա ըստ էության տարածաշրջանում այս պահին չկա, ուղղակի չկա։ Ընդհանրապես մի պայմանագիր կա Վրաստանի հետ, որ իրենք, ասենք, ռազմական աջակցություն կարող են ցուցաբերել պետք եղած ժամանակ, բայց դա նույնպես իմ կարծիքով բան է հեքիաթային ոլորտից է։ Այսինքն պիտի ստանանք եւ Ռուսաստանի աջակցությունը մեր դիրքորոշմանը եւ արևմուտքի։ Ռուսաստանի աջակցությունը մենք պիտի ստանանք իմ կարծիքով ուրեմն այդ կորիդորի վերահսկողությունը իրենց տրամադրելով գոնե ինչ-որ ժամանակով, կարելի է ժամանակային, օրինակ կարելի է պայմանավորել, որ այդ ժամանակը կգործի այնքան ժամանակ, ինչքան օրինակ Ռուսաստանի խաղաղապահները ուրեմն գտնվում են Ղարաբաղում, օրինակ, հա, այս պահին նրանք գտնվում են եւ կարծես մինչեւ 25 թվականը պիտի գտնվեն, հա, մենք կարող ենք ասենք հիմա գտնվում են այնտեղ, ուրեմն կգտնվեն նաեւ այստեղ։ Այնտեղ կերկարացնենք, մենք կերկարացնենք նաև այստեղ, օրինակ, հա, իսկ սահմանների մասով եւ քարտեզների մասով մենք պիտի ստանանք հստակ արևմուտքի աջակցությունը, որովհետեւ արևմուտքը ելնում է հենց այն դիրքորոշումից, այն կետից, որ 91 թվականին խորհրդային միությունը փլուզվեց, արկա սահմաններով ճանաչվեցին բոլոր հանրապետությունները որպես երկրներ, հա, եւ ընդհանրապես արևմուտքը սահմանների փոփոխության կատեգորիկ դեմ է հանդես եկել մշտապես, հա, սահմանները փոխել է միայն այն դեպքում, երբ որ ինքն է փոխել, երբ որ որևէ մեկը փոխում է, այդ թվում նաև Ռուսաստանը, նրանք չեն հանդուրժում, չեն ընդունում եւ ամբողջ կոնֆլիկտը դրա մասին է, ռուս-ուկրաինական ամբողջ կոնֆլիկտը դրա մասին է, Ռուսաստանը սահմաններ է փոխում, արևմուտքը չի հանդուրժում, արևմուտքը չի հանդուրժելու նաև չի հանդուրժելով, դա հստակ է, նաև Ադրբեջանի կողմից հավակնությունները սահման փոխելու եւ ուրեմն քարտեզների հարցով մենք պիտի ստանանք արևմուտքի աջակցությունը, կորիդորի հարցով մենք պիտի բանակցենք Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանից պահանջենք Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետրի ճանաչում, որովհետեւ այս պահին մենք չունենք այդ ճանաչում։ Եվ այդ պարագայում հավատում եք այդ պարագայում պետք է նաև ճնշում գործադրել Ալիևի վրա միջազգային քրեական դատարանում, անպայման պետք է այդ գործը հարուցվի եւ ներկայացվի։ Այդ պարագայում մենք պիտի անպայման հետապնդենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի իրավունքը, պետությունը պիտի հետապնդի այդ իրավունքը, այսօր դա չի արվում, պիտի արվի, այդ պարագայում մենք պիտի փոխենք ընդհանրապես մեր մոտեցումը արկա գործընթացին, որովհետեւ Ալիևը
շատ պարզ արտահայտեց իր դիրքորոշումը։ Հիմա դա չի նշանակում, որ ներքին աուդիտորիայի համար էր, դա բացարձակ ներքին աուդիտորիայի համար չէ, դա մեզ համար էր, այսինքն մենք պիտի այստեղ հետևություններ անենք, եթե չարեցինք, մենք վաղ հայտնվենք ավելի վատ վիճակում, հետո վատթարագույն վիճակում, հետո նորից փորձելու ենք ուրեմն այդ վատի ու վատթարագույնի միջև ընտրություն կատարել։ Եթե օրինակի համար մենք կորիդորի հարցը դնենք եւ լուծենք շատ ավելի շուտ, մենք չենք ստանա հայաթափված Արցախ։ Հասկանում եք, հիմա մենք ստացանք հայաթափված Արցախ եւ միևնույն է մենք կարող ենք կանգնել կորիդորի բացման անհրաժեշտության առջեւ։ Մեր ժամանակը ավարտին է մոտենում, բայց մի հարց էլ քննարկենք։ Այդ դեպքում ըստ ձեզ ինչի մասին էինք խոսում այսքան ժամանակ։ Այսինքն Հայաստանն ու Ադրբեջանը երրորդ տարբերակը, չորրորդ տարբերակը մենք ուղարկեցինք, Միշելի միջնորդությամբ հանդիպեցինք, սրա ինչ էին քննարկում այս պարոնները։ Ես կարծում եմ, որ ոչ մի բան էլ չենք քննարկում, դա բանի, ասենք, համրի եւ խուլի խոսակցություններ են, դիալոգեր ընդամենը եւ դա արդեն արձանագրվեց ըստ էության, ըստ փաստացի արձանագրվեց։ Այո, արևմուտքի համար կարևոր է հնարավորին չափ վնասազերծել Ռուսաստանին այս տարածաշրջանում, դա արևմուտքին չի հաջողվել, ակնհայտորեն չի հաջողվել։ Եվ Թուրքիայի նկատմամբ եւ Թուրքիայի կողմից Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումը լրիվ պարտներական է, ես պիտի ասեմ, Ադրբեջանը նույնպես փաստեց դա, Ռուսաստանը վերահսկում է Հայաստանի սահմանները այս պահի դրությամբ, Ռուսաստանը տարածաշրջանից գնալու որևէ մտադրություն չունի։ Հիմա մենք պիտի ընդունենք փաստերը, հասկանում եք, եթե անգամ այդ փաստերը մեզ դուր չեն գալիս, մենք պարտավոր ենք ընդունել փաստերը եւ փաստերից ելնելով որոշումներ կայացնել։ Մենք նորից մանկապարտեզային այդ դրսևորումներով երբ փակում ենք մեր աչքերը, կարծես թե չենք ուզում նկատել այն ինչ որ մեզ դուրը չի գալիս, դա նշանակում է, որ մենք հաջորդ պահին գտնվելու ենք շատ ավելի վատ վիճակում։ Մենք հիմա պիտի փոխենք։ Մենք ունենք բավականաչափ փաստարկներ, արգումենտներ եւ նաեւ իրավունքի դիրքերից հանդես գալու եւ Ադրբեջանին պարտադրելու այնուամենայնիվ մեր շահերի իրականացումը, որովհետեւ ես կատեգորիկ դեմ եմ նաեւ այն արտահայտությանը, որ մենք պարտվել ենք եւ սա ինչ որ կապիտուլյացիոն ակտ է։ Մենք չենք պարտվել։ Ես չեմ կարող ընդունել, որ Հայաստանը պարտվել է։ Ես չեմ կարող ընդունել, որ մեր ժողովուրդը պարտվել է, հա։ Մենք եթե պարտվել ենք ինքներս մեզ։ Մենք չենք պարտվել Ադրբեջանին։ Մենք պարտվել ենք ինքներս մեզ, որովհետև պորոտախոսությամբ փակել ենք մեր քաղաքական դիսկուրսը ընդհանրապես եւ չենք կարողացել ստեղծել 30 տարիների ընթացքում արդյունավետ պետություն։ Այսինքն սա մեր խնդիրն է, հա։ Բայց ես չեմ կարծում, որ մենք այստեղ պիտի կրկնենք Ալիևի այն մոտեցումը կամ համաձայնվենք նրա հետ, որ խաղաղության գալիք, այսպես ասած, պայմանագիր, որին ես չեմ հավատում, ես չեմ տեսնում դրա նախադրյալները, ես չեմ տեսնում, որ դա կկնքվի, բայց այնուամենայնիվ Ալիևը դիտարկում է դա որպես կապիտուլյացիոն ակտ Հայաստանի կողմից ստորագրվելիք։ Ես չեմ բացարձակապես համաձայն չեմ դրա հետ։ Մենք ունենք արգումենտներ, նորից եմ կրկնում, մենք ունենք բոլոր փաստարկները նրան անձնապես միջազգային պատժամիջոցների տակ մտցնելու, քրեական դատարանով դատելու, այս էթնիկ զտումների վերաբերյալ փաստերը ներկայացնելու միջազգային բոլոր ատյաններին, հումանիտար տեսանկյունից գրոհը կազմակերպելու։ Հետո գիտեք, մենք մի բանի մեջ ենք, պատրանքի մեջ ենք նաև գտնվում, որ աշխարհը ընդունել է, որ մենք կարծես դեմոկրատ երկիր ենք, իսկ նա կարծես բռնապետ է, ուրեմն մենք առավելություն ունենք, մենք ոչ մի առավելություն չունենք, ըստ հակառակ առավելությունները Իրանն են, որտեղ ինքը ռեսուրսների է տիրապետում, որին մենք չենք տիրապետում։ Որպես դեմոկրատ, նախ մենք դեռ որպես դեմոկրատ երկիր, ես ասեմ, 30 տարվա ընթացքում դեմոկրատիան ունի մի չափանիշ, ընտրությունների միջոցով իշխանություն փոխվում է թե ոչ։ Մեզ մոտ ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել 30 տարիների ընթացքում։ Որևէ ընտրության միջոցով իշխանությունները փոխվել են միայն ներքին խժդժությունների կամ հետո ընտրությունները եկել են արձանագրելու իրական վիճակը գետնին։ Ընտրությունների միջոցով իշխանություն երկրում չի փոխվել 30 տարիների ընթացքում։ Եվ ուրեմն մենք դեռ պիտի ապացուցենք, որ մենք դեմոկրատիա ունենք, թե ոչ։ Մեկ, երկրորդը
դեմոկրատիան դեռևս չի ապացուցել, որ ռազմական ժամանակահատվածում ուրեմն ավելի էֆեկտիվ է որպես կառավարման միջոց, քան բռնապետությունը։ Եվ կասեի հակառակը, մոբիլիզացիոն, ուրեմն տնտեսությունը, մոբիլիզացիոն գաղափարախոսությունը շատ ավելի արդյունավետ է այս ռազմական ժամանակահատվածում եւ ասեմ, որ նաեւ Ալիևը դա էլ ասաց, մենք այս ընթացքում հաջորդ սերունդներին պատրաստում ենք ռևանշի։ Եվ եթե դա չհաջողվեր մեր սերնդին, ուրեմն մենք պիտի վստահ լինենք, որ 10 տարի, 20 տարի, 50 տարի հետո հաջորդ սերունդները անպայման ռևանշ կգործեն եւ մեր իրենց հողերը, այսպես ասած, կվերադարձնեն։ Հա, այսինքն եւ երրորդը, որ աշխարհը, այսպես ասած, քաղաքակիրթ աշխարհը բացարձակ դեմ չէ բռնապետերի հետ հարաբերվելուն, երբեք դեմ չի եղել եւ օգտվել է բռնապետերի ծառայություններից եւ շարունակելու է օգտվել բռնապետերի ծառայություններից եւ եթե դա ձեռնտու է լինելու աշխարհին, այսպես ասած քաղաքակիրթ աշխարհին, այնպես ինչպես դա ձեռնտու է այսօր եվրոպացիներին, ադրբեջանական գազը օգտագործելու եւ Ադրբեջանի հետ ուրեմն սիրաշահող այսպես հարաբերություններ ունենալու, ուրեմն դա ձեռ է տալու բռնապետ է Ալիևը, բռնապետ չէ, փոխանցելու է իշխանությունը իր որդուն, հավանաբար 20 տարի հետո թե ոչ, դա Եվրոպային բացարձակապես ոչ մի ձևով չի արգելափակում նրա հետ բարիդրացական հարաբերություններ ունենալ եւ հակառակը, եթե մենք դեմոկրատ ենք, դա չի նշանակում, որ աշխարհը մեր կողմն է լինելու։ Դա ոչինչ չի նշանակում, ոչ էս, ոչ այն։ Ոչինչ չի նշանակում։ Աշխարհը լինելու է ուժեղի, հզորի եւ կամայական, այսինքն նրա կողքին ով այն ազգի, այն պետով կամք է ցուցաբերելու, այո, կամքի կողքին է լինելու աշխարհը մշտապես։ Եթե դու ուժեղ ես քո գաղափարով, եթե ուժեղ ես քո ներքին կազմվածքով, եթե դու գիտես ինչ ես ուզում աշխարհից եւ եթե դու գիտես ինչ ես տալիս աշխարհին, հա։ Եվ մենք այս հարցերին պիտի պատասխանենք վերջապես, մենք չենք պատասխանել այս հարցերին, մենք զբաղված ենք եղել պորոտախոսությամբ եւ մեծ հաշվով ինքներս մեզ թալանելով ընդամենը։ Ըստ որում թալանել ենք ոչ միայն նյութական տեսանկյունից, մենք կարծես թե այդ թալանը իրագործել ենք առավել չափով բարոյական, հոգեբանական եւ հոգեվոր արժեքներից, այսինքն թալանել ենք մենք ինքներս մեզ զրկվելով հոգեվոր արժեքներից։ Այսօր հասանք նրան, որ այսօր նայեցի մի ջահել աղջիկերից, որ ելույթ ունեցավ, ասաց, տեսեք, ասաց Դալիճում պարլամենտում էր խոսում, ասաց Դալիճում ով է ճանաչում Գեղունի Չիչյանին կամ Վլադիմիր Բալյանին կամ լսեք։ Այդտեղ վեճ կարաս սպիտակցի Հայկոն եթե վաստակավոր է, թե Արմենչիկը եթե վաստակավոր է։ Չէ, նա արտասանեց, ասենք մի քանի իսկապես մեր մշակույթի իրավիրաներից ազգանուններ եւ դիմեց Դալիչին, ասաց ովքեր եք ճանաչում օրինակ սրանց, որոնք որ բանեն ժողովրդական արտիստ են։ Բացարձակապես անընդունելի մոտեցում է, որովհետեւ դրանով մենք իսկապես ուղղակի թալանում ենք ինքներս մեզ։ Սա է, ուրեմն պիտի մենք մի քիչ քերքներս գլուխներս հավաքենք, լրջանանք, ուսումնասիրենք, ուրեմն շատ լրջորեն վերաբերվենք իրավիճակին, կարողանանք իրավիճակին adekvat պատասխաններ պատրաստել եւ տալ այդ պատասխանները աշխարհում որևէ մեկին, գոնե այս նոր զորվող աշխարհում չի ներվելու սահմանների փոփոխությունը։ Եթե դա չի անում ուրեմն հավաքական արևմուտքը, ապա դա չի ներվում։ Հիմա դա չի ներվելու Ադրբեջանին այն հավակնությունները, որոնք դրսևորվեցին Ալիևի, չի ներվելու, բայց մենք պիտի դրան պիտի հակադրվենք, եթե չհակադրվենք, իհարկե ոչ միայն կներվի, նաև կընդունվի, հաճույքով կընդունենք, ասեն հիմա հայերը, եթե դրան դեմ չեն, եթե պրոբլեմ չկա, ուրեմն ինչի մասն է խոսքը։ Հուսանք, որ ամեն ինչ լավ է լինելու եւ մենք այնուամենայնիվ հավաքելու ենք խելքներս գլուխներս եւ մեր կամքը նույնպես կարողանալու ենք դրսևորենք։ Շնորհակալություն։ Սիրելի ռադիոլսողներ, ծանր էր Դարփինյանի այս ժամը, որտեղ իրականում լավ դրական ոչինչ չկա, դրա համար էլ ծանր էր։
Հուսանք հաջորդ հաղորդմանը ինչ որ ավելի լավ բաներից էլ առիթ Հաջորդ հաղորդումը ես գլխից ասեմ նվիրված է լինելու Պարույր Սևակին, որովհետև ամսի 24-ին Սևակի 100-ամյակն է եւ ես կարծում եմ եթե այսպես գնաց մենք հաջորդ արդեն պարլամենտում Սևակ կհարցնեն Սևակ ով է, եթե այսօր ասում են Վլադիմիր կասեն Պարույր Սևակ ով է, 100-ամյակն է Սևակի, ես կարծում եմ որ վստահ եմ, այսինքն տեսնում եմ որ ոչ պատշաճ ձևով է դա ուրեմն արժևորվում մեր հասարակության մեջ եւ պետության կողմից, ուրեմն դա պիտի անպայման մենք շեշտադրենք։ Շարունակում ենք լսել գործարար ալիքը եւ սպասում ենք հաջորդ Դարբինյանի ժամին։ Այսօր այսքանը, կտեսնվենք։